Ապրանքներս իմ շատ սիրելի ժողովուրդ, տեսեք ինչ ընտիր ավելուկ է եւ այս ավելուկը ես ուզում եմ քաղել եւ խաշել։ Հակառակ հաճախ ավելուկը սիրելիներս հյուսում են, չորացնում եւ անպայման օգտագործում ձմեռը։ Ինչու՞։ Կարելի է հենց այսպես, նույնիսկ անգամ կարելի է ինչու՞ չէ ուտել, որովհետև իհարկե ուտում ես, նրա մեջ կա շատ մանրաթելեր, տեսնում եք, կուկույսն էլ ուտում, տեսնում եք ոնց է ուտում։ Իհարկե մանրաթելեր, որը հենց նպաստում է, որ մեր օրգանիզմից հեռանա խոլեստերինը, հեռանա խարամները, որը այդքան անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Իսկ գիտեք, որ մեր օրգանիզմը հաճախ հենց հիվանդանում է նրա համար, երբ մենք սննդակարգը լավ չենք պահում։ Հաճախ հակի օգտագործեք այն, ինչ որ տալիս է բնությունը եւ նաեւ բնական յուղեր։ Իհարկե ամեն առավոտյան որևիցե յուղ օգտագործեք կամ եթե ավելուկը խաշում եք, որևիցե յուղ օգտագործեք, դա լինի քունջութի, դա լինի սև քիմիոն, դա կարող է լինի դդմի, ամեն կամ արևածաղկի թեկուզ, ինչ որ ուզում եք, ինչ որ նախընտրում եք, ինչը որ ձեր քիմքին շատ ավելի հաճախ անհրաժեշտ է եւ հաճելի։ Սիրելիներս, կապված ձեր օրգանիզմի հետ դուք ինքներդ պետք է որոշեք ինչպիսի յուղ, բայց ես ասեմ, դդմի յուղը կամ շատ հաճախ ես սիրում եմ օգտագործել կանեփի յուղը, որը այն հազվադեպ յուղերից է, որը իր մեջ պարունակում է վիտամին D։ Վիտամին D-ն մենք չենք կարող ոչ մի սննդի հետ օգտագործել։ Վիտամին D-ն մենք ստանում ենք միայն արևից։ Երեք ես ամբողջ օրը երբ արև էր, նստած էի այգում, որպեսզի վիտամին D սինթեզվի իմ օրգանիզմում, որովհետև առավոտյան գնում ենք շորերով, վիտամին D չենք օգտագործում, միևնույն է, եթե ցերեկն քայլում ենք վիտամին D-ն, այ տեսնում եք ագրավ ասում է, ճիշտ է, իսկ մենք շորերով ոնց կարող է մաշկը վիտամին D սինթեզվել։ Դրա համար ես գալիս եմ մեր այգին, իհարկե աշխատում եմ թեթև հագնվել, որպեսզի վիտամին D սինթեզվի, իսկ մեր այդ յուղը հրաշք է հենց օրգանիզմի համար։ Ուզում եք իմանալ ինչպես կարելի է նման յուղ ձեռք բերել, իհարկե կանեփի յուղ եւ նաեւ մնացած յուղեր կարող եք ձեռք բերել հենց աննային զանգահարելով 32 6406 098-ով եւ պայմանավորվելուց հետո իհարկե ժամ պայմանավորվեք, որովհետեւ իրեն մոտ բավականին հերթեր են, իրեն մոտ շատ են գալիս թարմ եւ մաքուր այս յուղերը գնելու եւ ամենակարևորը սուրճ են հյուրասիրվում եւ իրենց աչքի առջեւ յուղը քամվում է։ Սիրելիներս, օգտագործեք այն, ինչ որ առողջարար է, օգտագործեք, բնության հետ շփվեք, չէ՞ որ բնությունը մեր համար է, բնությունը աշխատում է տալ այն, ինչ որ բուժիչ է մեզ, իսկ մանավանդ հայկական հողը դրա առաջին գրավականն է։ Սիրում եմ ձեզ։